Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հրադադարի խախտումների թիվը սահմանին կտրուկ նվազել է։ Ամերիկայի ազգային հետախուզության վերջին զեկույցը նշում է, որ 2025 թվականի Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը դրական առաջընթաց է արձանագրել։ Միաժամանակ զեկույցը ընդգծում է, որ վերջնական խաղաղության համաձայնագրի ճանապարհին դեռ կան խոչընդոտներ, օրինակ Ադրբեջանի նախագահ Ալիևի պահանջները Հայաստանի սահմանադրության փոփոխության վերաբերյալ կարող են դժվարացնել գործընթացի ավարտը։ Զեկույցը նկատում է, որ կողմերը պետք է շարունակեն երկխոսությունը զգուշությամբ եւ համատեղ մոտեցումներով հասնելու երկարաժամկետ եւ կայուն լուծումների։ Վարչապետը կրկին անդրադարձել է նոր սահմանադրության տեքստից անկախության հռչակագիրը հանելու հնարավորությանը։ Անկախության հռչակագրի եւ մեր սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, մեր ներքին օրակարգի հարցն է։ Դա անհրաժեշտ է մեծ աշխարհում ճիշտ դիրքավորվելու համար։ Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է եւ արդյունքում կախվածության հռչակագիր է։ Եվ ես առաջիկայում գուցե նաեւ տեքստի վերլուծությամբ ցույց կտամ այդ ամենը, նշել է Փաշինյանը։ Վերոնիկա Զոնաբենդը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին նամակ է հղել խնդրելով պարզաբանել Ադրբեջանում պահվող հայ գերիների իրավական կարգավիճակը։ Նա նշել է, որ ընտանիքները ավելի քան 2 տարի զրկված են տեսացություններից, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն միակ կազմակերպությունը, որը այցելում էր նրանց, 2025-ից դադարեցրել է գործունեությունը երկրում։ Նամակում Զոնաբենդը ընդգծում է, որ կարևոր է հասկանալ գերիները միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում ինչ կարգավիճակ են ունեցել, ռազմագերի, կալանավորված անձ թե այլ։ Նրա խոսքով դա կօգնի ընտանիքներին հստակ պատկերացում ունենալ եւ կբարձրացնի վստահությունը նրանց իրավունքների պաշտպանության հարցում։ Եվրամիության ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային իրավիճակին, առաջիկայում սպասվող Եվրամիություն-Հայաստան գագաթնաժողովի նախապատրաստությանը վերաբերող, ինչպես նաև տրանսպորտային, թվային, էներգետիկ եւ առևտրի կապերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրամիության օնլայնման հարցերի հանձնակատար Մարտա Կոսի հետ հանդիպման ժամանակ քննարկել են Հայաստանում իրականացվող բարեփոխումները Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի շրջանակում։ Կողմերը ստորագրել են 2025-27 թվականների ֆինանսավորման համաձայնագիր դիմակայունության եւ աճի պլանի շրջանակում, ընդգրկելով արտահանման դիվերսիֆիկացիան, վիզաների ռեժիմի ազատականացումը եւ հանրային ֆինանսների կառավարումը։ Քննարկվել են նաեւ տարածաշրջանային կապակցվածության հարցերը, խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը եւ տրանսպորտային նախագծերը։ Եվրամիությունը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի ինտեգրմանը, տրանսկասպյան, երթուղուն եւ ժողովրդավարական գործընթացներին։ Մասկատում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը անցկացվել է Արարատ Միրզոյանի եւ Օմանի արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ։ Դեսպանության բացումը խորհրդանշում է Հայաստանի եւ Օմանի միջև ձևավորված արդյունավետ ու շարունակական համագործակցությամբ, ամրապնդմամբ եւ քաղաքական երկխոսությամբ։ Նախարար Միրզոյանը ընդգծել է խաղաղության եւ տարածաշրջանային կայունության կարեւորությունը եւ շնորհակալություն հայտնել Օմանի կողմին աջակցության համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրակլի Կոբախիձեի հետ։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ժողովրդի եւ անձամբ դրանունից եւս մեկ անգամ անկեղծ ցավակցություն է հայտնել Վրաստանի կառավարությանը, վրաց ուղղափառ եկեղեցուն եւ վրաց եղբայրական ժողովրդին Իլիա II մահվան կապակցությամբ։ Իրակլի Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի եւ զորակցության համար։ Կատարի գազային հանգույցին նորից հարվածելու հետևանքները կլինեն անասանելի ծանր։ True Social-ում կատարած գրառման մեջ Թրամփն է հայտարարել այս մասին։ Նա միաժամանակ խոստացել է, որ Իսրայելը հարավային Պարսի վրա այլևս հարձակումներ չի իրականացնի, եթե իհարկե Իրանը անխոհեմորեն չորոշի հարձակվել Կատարի վրա։ Հակառակ դեպքում Թրամփը խոստացել է զանգվածաբար պայթեցնել հարավային Պարսի գազի հանքավայրը այնպիսի ուժով ու հզորությամբ, որ Իրանը երբեք չի տեսել։ Եթե Կատարի հեղուկացված բնական գազը կրկին հարձակման ենթարկվի, ես չեմ տատանվի դա անել։ Պատասխան հարվածը կլինի անասելի ծանր։ Վաշինգտոնը նախապես տեղյակ չի եղել հարավային Պարսի վրա Իսրայելի հարվածի մասին։ Դա տեղի է ունեցել առանց ԱՄՆ համաձայնության։ Իսրայելն է մերձավոր արևելքում տեղի ունեցածի համար զայրույթից դրդված բռնի կերպով հարձակվել Իրանի հարավային Պարսի գազի հանքավայր կոչվող խոշոր օբյեկտի վրա։ Միացյալ Նահանգները ոչինչ չգիտեր այդ հարձակման մասին։
Իրանում Ալի Լարիջանի իսպանությունից հետո ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նոր քարտուղար է նշանակվել Սաիդ Ջալիլին։ Միաժամանակ Հորմուզի նեղուցի փակմանն է անդրադարձել Իրանի խորհրդարանի նախագահը։ Նա նշել է, որ նեղուցը փակվել է ոչ թե Թեհրանի սեփական կամքով, այլ որպես ինքնապաշտպանության միջոց։ Իսրայելական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ երկրի իշխանությունները մտադիր են հետախուզական աջակցություն ցուցաբերել Միացյալ Նահանգներին եւ Ֆարսից ծոցի երկրներին Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։ Հաղորդվում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուժեղացնում է ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Իրանցի զինվորականները հարձակվել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա, հարվածը հասել է մասնավորապես լիցքավորող ինքնաթիռներին։ Այս մասին գրել է իրանական լրատվամիջոցը։ Պայթյուն է որոտացել նաև Սաուդյան Արաբիայի մերաքաղաք Ռիադում։ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր նաև Ռիադի ուղղությամբ թռչող 4 բալիստիկ հրթիռները որսալու մասին։ Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Սաուդյան Արաբիային Բայրամովի եւ Ֆիդանի քննարկման առանցքում տարածաշրջանում անվտանգային իրավիճակին եւ վերջին զարգացումներին վերաբերող հարցերն են եղել։ Նախարարները ընդգծել են տարածաշրջանային կայունության պահպանման, լարվածության սրման կանխարգելման, միջազգային իրավունքի նորմերի, պետությունների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանման կարեւորությունը։ Մակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի հարձակմանը, այն հաջորդեց մեր պատասխան հարվածին։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի արտաքին գործերի նախարարը, պատասխանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերին, որտեղ նա դատապարտում է Իրանի Քաթարում գազի արտադրության օբյեկտներին հասցրած հարվածները։ Մակրոնը Իրանի դեմ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների սանձազերծած պատերազմը դատապարտող եւ ոչ մի բառ չարտասանեց, նա չդատապարտեց Իսրայելին, երբ վերջինը պայթեցրեց Թեհրանի վառելիքի պահեստները, գրել է Արաքչին։ Նորվեգիայում անցկացվող սառը արձագանք զորավարժություններին մասնակցող ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են համատեղ ուժերով Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն է հայտարարել այդ մասին։ Մենք բոլորս համակարծիք ենք, որ նեղուցը պետք է կրկին բացվի, եւ որքան գիտեմ, դաշնակիցները միասին աշխատում են, քննարկում են ինչպես դա անել։ Նրանք համատեղ փորձում են գտնել առաջ գնալու ճանապարհ։ Ռոսատոմը նախատեսում է Իրանի Բուշերի ատոմակայանից աշխատակիցների նոր տարհանում իրականացնել Հայաստանի միջոցով։ Սա կլինի խոշոր տարհանում, որից հետո ատոմակայանում կմնան միայն մի քանի տասնյակ մարդիկ։ Հենց որ ռազմական եւ քաղաքական իրավիճակը թույլ տա, մարդիկ կհեռանան ատոմակայանից եւ Իրանից։ Լրագրողների հետ զրույցում ասել է պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։ Էսկալացիայի սկզբից ի վեր առաջին անգամ ատոմակայանի առաջին բլոկի մոտ գրանցվել է հրթիռային հարված, արկը պայթել եւ վնասել է միջուկային ցիկլի հետ կապ չունեցող շենքը։ Կառավարությունը հավանություն է տվել հարկային եւ քրեական օրենսգրքի փոփոխություններին։ Պետական եկամուտների կոմիտեն հարկ չվճարելու կասկածի դեպքում այլևս անմիջապես հաղորդում չի ներկայացնի, այլ նախ կկապվի տնտեսվարողի հետ, կլսի բացատրությունները եւ հարցը կփորձի լուծել վարչական ընթացակարգով։ Պետնախագահի խոսքով այս փոփոխությունների նպատակը պետություն բիզնես վստահության բարձրացումն է։ Նաեւ նշվել է, որ բարձրացվելու են քրեական գործ հարուցվելու համար անհրաժեշտ շեմերը։ Խոշոր խախտում է համարվելու 30 միլիոն դրամը, առանձնապես խոշորը 50 միլիոն դրամ եւ ավելի։ 5 միլիարդ հարկ վճարողին ասել, որ 30 միլիոնանոց խախտումը X շեմա, որը քրեականացնում է, ես կարծում եմ մենք ցույց չենք տալի, որ շատ լոյալ ենք բարեխիղճ ու խոշոր հարկատուների նկատմամբ, որովհետեւ ոչ մի 5 միլիարդ վճարող 30 միլիոն դրամի միտումնավոր խախտում չի անի։ Տնտեսվարող սուբյեկտի գույքի վրա կիրառված արգելանքը խոչընդոտում կամ խաթարում է վերջինիս գործունեությունը, որի հետևանքով տնտեսվարող սուբյեկտի համար առաջանում են էական գույքային ծախսեր, առաջարկվում է վարույթի ընթացքում հսկող դատախազի հաստատմամբ, քննիչի կամ դատարանի որոշմամբ արգելադրված գույքն արգելանքից հանելու հնարավորություն, եթե գույքի սեփականատերը կամ տիրապետողը ներկայացնում է այդ գույքին համարժեք բանկային երաշխիք։ Բողոքի ակցիա է տեղի ունեցել կառավարության դիմաց զինծառայողների ծնողները բողոքել են, ինչու են նույն թվականին ծնվածները տարբեր ժամկետով ծառայում, պնդում են կամ զինվորի արձակուրդները շատացրեք կամ 2025-ի զորակոչի վրա էլ թող ազդի ժամկետի կրճատումը։ Իմ որդին գնացել է հուլիսի 14-ին, հունվարի 7-ին գնացած երեխան Իրանից ավելի շուտ է զորացրվելու, իսկ օգոստոսի 15-ին գնացած տղան մի ամիս դեռ մնալու է զորամասում, նայելով թե ոնց են զորացրվում Իրանից ուշ գնացածները։ Մեր պահանջը դա է։ Խնդրում ենք ուղղակի, եթե ավելանում է թվականակը պայմանագրային զինծառայողների, այսինքն հնարավոր կլինի ինչ որ փոփոխություններ անել նաև ի օգուտ մեր երեխաների։
Խորհրդարանի տարածքային կառավարման պատասխանատու հանձնաժողովում օրենսդրական քննարկումները լարվել են, վերածվել ընդդիմություն իշխանություն լեզակռվի։ Իրավիճակը սրվել է, երբ շրջակա միջավայրի նախարարը ներկայացրել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների օգտագործման աստիճանական կրճատման նախագիծը։ Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր Հայաստան խմբակցությունից հիշեցրել են, որ երբ կառավարությունը փորձեց այս տոպրակներից քիչ-քիչ հրաժարվել, խանութներում պարզապես թանկացավ դրա գինը։ Արդյոք նույն իրավիճակը չենք ունենա նաև հիմա, դարձյալ խստացնելով իրավական կարգավորումները։ Եվ խնդրում եմ ձեր ձևակերպումները սահմանափակեք կամ հարցադրումների մեջ կամ մի մանիպուլացեք, որտեղ սա առաջին դեպքը չի։ Դուք որ սա անում եք, առաջին անգամ չի որ անում եք ու նախորդ անգամներն միշտ հղում եք արի իմ խոսքին ու սխալ եք անում, խնդրում եմ այս անգամ հատկապես իմ ներկայացում չանեք։ Հայաստանում նկատելիորեն նվազում է ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրությունը, ինչն արդեն արտացոլվում է բուհերի ընդունելության ցուցանիշներում։ Նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով դա կարող է ազդել ռուսաց լեզվի ուսուցիչների պակասի վրա, սակայն ուսանողներին հասանելի են լրացուցիչ դասընթացներ դասավանդելու հնարավորության համար։ Ունենք հնարավորություն, որ այն առարկայական մասնագետները, որոնք պատրաստում են օրինակ մանկավարժական համալսարանում, վերցնեն լրացուցիչ ռուսերենի դասընթացներ եւ նաեւ կարողանան այդ լեզվով ուրեմն դասավանդել։ Այս ծրագիրը մանկավարժական համալսարանը հիմա որոշակի արդեն մի քանի տարվա համագործակցություն ունի եւ այս հնարավորությունները ընձեռվում են։ Այստեղ ուղղակի ուսանողները պետք է իրենք էլ այդ ցանկությունը ունենան։ Նախկին հնամաշ շարժակազմն այլևս չի լինի։ Երևանի քաղաքապետ Տիգրան Աբինյանը հայտնել է, որ Չինաստանում արտադրված նոր 45 տրոլեյբուսներն արդեն ամբողջությամբ պատրաստ են եւ շուտով կլինեն Երևանում։ Սիրելի երևանցիներ, մեր գնաց 45 նոր տրոլեյբուսները արդեն իսկ արտադրված են եւ շատ շուտով կուղևորվեն դեպի Երևան։ Հիշեցնեմ, որ այս 45 նոր տրոլեյբուսների մուտք գործելուն պես մենք այլևս չենք ունենալու 5 տրոլեյբուսներ մեր քաղաքում։ Խորհրդմոր կողմից բռնության ենթարկված 1 տարեկան 2 ամսական տղայի 4 տարեկան քույրը, որին նախկինում տատիկն էր խնամվում, տեղափոխվել է Հով երեխաների պաշտպանության կենտրոն հետազոտությունների համար։ Փոքրիկը հետազոտվում է, վիճակը պարզելու համար դեռևս անհայտ է։ Նախնական տվյալներով առկա խնդիր կա երիկամներում, իսկ ծեծի ենթարկված տղայի վիճակը շարունակում է մնալ ծանր, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Խորհրդմայրը մեղադրվում է երեխայի նկատմամբ շուրջ 1.5 ամսվա բռնության համար եւ կալանավորված է։ Մարտի 18-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Երևան-Մեղրի ճանապարհին 21-ամյա Տիգրանը Opel Astra-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, 100 մետր գլորվելով, քարերին բախվելով հայտնվել ձորում։ Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է Սիսիան բժշկական կենտրոն, իսկ 3 ուղևորները 22 տարեկան Հայկը, Արմենակը եւ Լևոնը տեղում մահացել են։ Օպերատիվորեն ժամանել են փրկարարության Սիսիանի շրջփրկարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Քաղաքացիները հրշեջ փրկարարները, բարեկներն ու համայնքային ոստիկանները Պաշտպանության նախարարության այն զորամասի ծառայողների հետ են մահացածների մարմինները մեծ դժվարությամբ մոտեցրել տիատարին։ Իմ տեղեկություններով վիրավորին ռեանիմոբիլով տեղափոխել են արդեն Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Մարտի 18-ին Միասնիկյան պողոտայում Լադան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել Էլեկտրասյանը։ 4 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են 2-ը Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 2-ը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած փրկարարության Երևանի թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Մարտի 18-ին Կոտայքի մարզում Եղվարդի վարչական տարածքում Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել փայտե Էլեկտրասյանն ու գազախողովակներին, կոտրել դրանք, հետո բախվել քարերին ու գողաշրջվել։ 1 հոգու օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում օգնություն է ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել։ Բախման հետևանքով կոտրված գազախողովակներից առաջացել է գազի արտահոսք։ Ժամանել էին նաև Գազպրոմ Արմենիա Տրանսգազ, Նաիրի մասնաճյուղի ծառայողներն ու Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության Նաիրի մասնաճյուղի աշխատակիցները։ Վարորդը սթափ է եղել, հայտնել է, որ մեկ այլ մեքենայի վարորդ է վթարային վիճակ ստեղծել, հետո դեպքի վայրից հեռացել։
Եվ մարտի 18-ին անհայտան Ձկամանձիկ աշտարակ Էջմիածին ճանապարհին Նոշական վարչական շրջանի Դաշտամիջյան հատվածում անվադողեր են հրկիզել, որը տեսանելի էր Եղվարդ քաղաքից, իսկ կրակը աշտարակից։ Ըստ մասնագետների սև մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին, նաև ամբողջ տարածքը շինարարական ու կենցաղային աղբով է լցված։ Այս կրակը կա, ծուխը կա, չգիտենք ով է սրա պատասխանատուն, մարզպետարանը, քաղաքապետարանը, թե ով, բայց որ տեսեք ամբողջ ծուխը ապականվում է, ամպերը չել երևում արդեն։ Արմավիրի մարզի վաղաշաբաթ խոշորացված համայնքի երկրորդ թաղամասը ասֆալտապատման կարիք ունի։ Արամ Մանուկյան եւ հարակից փողոցների բնակիչների խոսքով այս թաղամասում բնակիչների թիվն օրորի ավելանում է, իսկ ճանապարհաշինարարության աշխատանքները ամեն տարի հետաձգվում։ 4 հատ տունս ուսանող աշխատող կա, որն մեքենայով էտում գալիս են ասում, որ տաքսի են նստում, տաքսին մինչև ընդեղ է Մասիսից որ գալիս է ընդեղ։ Տաքսին ընդեղ է գալիս։ Ասում եք խանութը բանա պետք է լում կամ ապտեկա պետք է լում։ Հələ էսի լավացել են։ Քաղաքացիների խոսքով երեխաներն ամեն օր այդ անբարեկարգ ճանապարհով ստիպված են լինում դպրոց գնալ։ Տեղումների ժամանակ ամբողջությամբ ցեխ է, իսկ 4 եղանակին փոշի։ Շտապօգնությունը եւս չի կարողանում թաղամաս գալ կանչի դեպքում։ Վախտել է երեխեքը կոշիկները մնացել է ցեխի մեջ դպրոց չեն էտեք։ Ամեն այդ հանդուց բան են կապում, տելեֆոն են կապում, որ այստեղ մարդիկ վատանում են, բնակիչները զանգարում են շտապօգնություն, շտապօգնությունը եթե ըստ առողջապահության նախարարի հայտնածի պիտի հասնի մի քանի րոպեի մոտ 10-15 րոպեում, ապա այս փողոց երբ որ կանչ է ունենում շտապօգնությունը առանց չափազանցության 40 րոպե տևում է մինչև շտապօգնությունը հասնում է բուժառույն։ Բնակիչները խնդրանքով դիմում են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին, Արմավիրի մարզպետին, վաղաշաբաթ խոշորացված համայնքի ղեկավարին։ Ուզում են հավատալ, որ գոնե հիմա միջոցներ ձեռնարկեն, որպեսզի այս թաղամասում եւս ասֆալտ լինի։